Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Ասում են համեստությունը մարդու ամենագեղեցիկ զարդն է, այսօրվա իմ հյուրն այս զարդն է կրում։ Չնայած մեծ տաղանդին ու երաժշտարվեստում մեծ ձեռքբերումներին ու համբավին, չի մեծամտածել, շարունակել է աշխատել նոր եռանդով, ստեղծելով տարբերվող ու մենայուն հիթեր։ Ինչ վերաբերում է մարդկային որակներին, պետք է նշեմ, որ ապրում է իր ստեղծած աշխարհում, այնտեղ շատ բնակիչներ չկան։ Անկեղծ է, ընկերասեր ու ամբողջությամբ նվիրված իր արվեստին։ Հարություն Արթուր Մուշեղի տեր Հովակիմյան ծնվել է 1974 թվականի փետրվարի 22-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ծնողները Հալեպից են։ Տեր Հովան սովորել է կաթոլիկ դպրոցում։ Մինչև Հայաստան գալը աշխատել է համաշխարհային թողարկման ընկերությունների հետ։ Ունեցել է սեփական խումբը, որը 90-ականներին բավականին ճանաչված է եղել։ Տարիների ընթացքում թողարկել է մոտավորապես 400 ձայնագրություն։ Հայաստանում գործիքավորել է բազմաթիվ հայտնի ստեղծագործություններ։ Նրա Քելե Քելե երգով Սիրուշոն Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում։ 2010 թվականի սեպտեմբերի 5-ին Տեր Հովայի գործիքավորմամբ եւ Վլադիմիր Արզումանյանի կատարմամբ Մամա ստեղծագործությունն ընտրվել է որպես Հայաստանի մասնակից մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։ Նոյեմբերի 20-ին երգը հավաքել է ամենաշատ միավորները հաղթելով մրցույթում։ Դա Հայաստանի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլի որևէ մակարդակում։ Տեր Հովայի կենսագրությունը բուռն է, ուստի այն ամբողջությամբ այստեղ կարդալ չեմ կարող։ Առաջարկում եմ հետևել նրա հետ իմ զրույցին։ Հարություն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ձեզ եմ շնորհակալ շատ։ Հարություն, մտածել եք երբևէ ինչպես կդասավորվեր ձեր կյանքը, եթե մի օր Հայաստան ետ վերադառնալու որոշում չկայացնեիք։ Ինչ տվեց ձեզ Հայաստան վերադառնալը։ Շատ բան տվեց։ Հիմնականում ես կարծում ավելի շատ իմ բնավորությունը շատ փոխվեց, ավելի համբերատար դարձա։ Չգիտեմ, ինձ թվում է շատ եմ հասունացել այստեղ ու ոչ թե ես եմ միայն նկատել, նաև լսել եմ իմ ծնողներիցս, իմ ընկերներիցս, Կանադայում, ովքեր ինձ ճանաչել են իմ ամբողջ կյանքը, իրենք ասել են շատ եմ փոխվել ու դեպի լավը դե։ Բնականաբար ես էլ շատ ուրախ եմ, որ այդպես է ստացվել։ Մարդիկ եւ հատկապես հիմա արվեստագետները իրենք են ձգտում գնալ առավել եւս Կանադա։ Դուք ինչպես այնտեղից եկաք Հայաստան։ Եվ արդյոք հիմա հակառակ որոշումը չեք կայացրել, նորից ետ գնալ։ Չէ, ասենք թե այդ կլինի արդեն փոշմանել, որ կյանքումս տենց չեմ սիրում մտածել, ինձ թվում է սխալ է այդքան խորանալ այդ մտքով, բայց իմ մոտ լրիվ հակառակներ են, որ ասենք թե փոքր ժամանակվանից ես երաժշտությունով եմ զբաղվել, շատ շուտ եմ սկսել professional մագարտակով դրանով զբաղվել, հասնել մեծ հաջողությունների ինչ որ չափով, բայց որոշել այդ ամեն ինչը թողել գալ Հայաստան, որովհետև ես ինձ թվում է ուրիշ բան եմ փնտրում իմ կյանքում։ Այդպես դասավորեց, իմ կյանքը այդպես դասավորեց։ Իսկ ինչ փնտրում էիք, գտաք։ Անկեղծ ասած, նենց չի որ ինչ-որ կոնկրետ բան էի փնտրում, բայց ոնց որ ինքս ինձ էի ուզում ավելի լավ ճանաչել, տեսնել ես ոնց կդիմանամ, ինչ կլինի, ինչի չփորձեմ, ամուսնացած մարդ չէի, ես ապրում էի, հանգիստ կյանք ապրում էի, այդ ամեն ինչը կար ինձ համար ու լավ արիթ էր, որ փորձեի։ Մենակ էի, ես կարող եի գալ այստեղ, փորձել, տեսնել իմն է, թե չէ, ու եթե չուզենայի մնալ, ես հանգիստ կարող եի վերադառնալ, որովհետև նաև Կանադայի քաղաքացի եմ, ու նաև հիմա Հայաստանի քաղաքացի եմ, բայց այդպես ստացվեց, որ ես մնացի։ Հարություն, դուք դրսում աշխատել եք բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ։ Երբ եկաք Հայաստան, ձեզ համար այդ պրոֆեսիոնալիզմը հայ երգիչ-երգչուհիների որ մակարդակում էր գտնվում, արդյոք ձեզ գոհացնում էին շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Միայն շոու բիզնեսի մարդիկ չեն, ուղղակի ընդհանուր այդ մտածելակերպը, որ արդեն շատ տարբեր է այստեղ, լրիվ ուրիշ աշխարհ է, ինձ համար իրոք շատ խորթ էր ինձ համար, հարմարվել ու հասկանալ լիքը բաներ, մի քիչ իրոք ինքը դժվար էր, չեմ ուզում խաբել, իրոք դժվար էր։ Դե բնականաբար մենք հայերս մի քիչ շատ ենք հաշում, այդ ազատությունը բանը մեզ մոտ այդքան չկա, դա մի քիչ ինձ խանգարել է, որովհետև դրսում այտենց շատ չեն մտածում, բոլորը ավելի ազատ են, բոլորը ավելի շուտ են իրենք գտնում իրենցը գտնում են, իրենց ոճը, իրենց ստայլը, այդ ամեն ինչ իրենք ավելի շուտ են գտնում։ Մեր հայերս մերոնք մի քիչ շատ են քաշում այդ առումով շատ դժվար էր։ Բայց միաժամանակ ուրիշ բան ասեմ, որ ասենք թե այստեղ մեծ մասը երաժշտական կրթություն ունեն այդ երգիչների, իսկ դրսում այդպես չէ, ես էլ ընդհանրապես երաժշտական կրթություն չունեմ ու
համար է հետ որ ես աշխատել եմ այդտեղ չունեն, ուղղակի իրենց մոտ ոնց որ չգիտեմ, ասեն այդ դաղանթը միշտ եղել է, թե այդպես ուղղակի բան են արել, էլի, որ հասնեն դրան, այդ հաջողություններին հասնեն։ Այ դուք նշեցիք, որ դրսում ավելի ազատ են, այստեղ ազատությունը որոշ առումով սահմանափակվում է։ Դուք ինչ նկատի ունեք։ Մի քիչ ազատություն, որ ոնց որ ասեցի, իրենք իրենցը գտնեն, իրենք հասկանան, իրենք ով են, ինչ են ներկայացնում, ինչ ունեն ասելու, իրենց խոսքերով, երգի բարերով, թե իրենց պահվածքով, տեսահոլովակներում, իրենց պահվածքով, այդ ավելի շատ ինձ թվում է այդ էր, որ ինձ համար մի քիչ շատ տարօրինակ էր, որովհետև այստեղ մանավանդ որ ասենք թե երգերի մեծ մասը միշտ նույն թեմայի շուրջ են, մի քիչ անհետաքրքիր էր ինձ համար, բայց ես որ ճիշտ ասած որ ես նոր եմ եկել, ես 2002-ին եմ եկել, առաջին մի քանի տարին ոնց որ ուսումնասիրում էի երգիչներ այստեղի, ուզում էի ծանոթանալ, մոտիկ ընկերս Արթուր Սպիրյանն ինձ ծանոթացրեց շատերի հետ, ու ես վերջում հասկացա ես ինչ եմ ուզում անել, ու այն ժամանակ ճիշտ ասած շատ էին ռուսերեն փոփ երաժշտություն լսում, որը ինձ համար աներ, որովհետև ես լեզուն չէի հասկանում, այդտեղից արդեն մտքեր ծագեցի մոտ, որ ես ինչ կարող եմ անել այստեղ, ում հետ անեմ եւ այլն։ Այ մենք խոսեցինք, որ Հայաստանում ազատության որոշակի սահմանափակումներ կան կապված կերպարի հետ եւ այլն եւ այլն։ Իսկ ինչով են առանձնանում հայ երգիչ-երգչուհիները ձեզ համար։ Այդ բարդ հարց է։ Ինչով են առանձնանում։ Գուցե աշխատանքային process-ում։ Կարող ընդհանրապես լավ բան չասեմ, ավելի լավ չասեմ ինձ թվում է։ Հետաքրքիր է նաեւ բացասական կարծիքը։ Էլի նույն բանն եմ կրկնելու, որ իրենք իրենց չեն գտնում ու չգիտեն ինչ են ուզում։ Ուղղակի տեսնում են, ասենք թե հաջող է լինում, որ ինչ որ գործանում, որ հաջողություն են ստանում այդ աշխատանքը ու ինձ մոդերնում են, ինչ որ երգիչ-երգչուհի, ասում են, մեզ տենց մի բան է պետք։ Ու դա ընդհանրապես ինձ դուր չի եկել, որովհետև այդ իրենցը չէ արդեն։ Ու իրենք իրենց հետո վերջում արվեստագետ են համարում։ Սխալ է կարծիքով։ Դեր Հովան սարսափելի ինքնատիպ թե երաժիշտ է, թե երաժշտական գործիքավորող, թե պրոդյուսեր եւ թե մարդ։ Այդ ամեն ինչը միաձուլված է իր կերպարի մեջ։ Շատ եմ գնահատում իր խստապահանջությունը իր իսկ գործի նկատմամբ։ Եթե Դեր Հովան մի բան անում է, ստեղծագործում է, նա պետք է հասնի իր իսկ կատարյալին, շատ եմ հարգում Դեր Հովային այդ բնավորության գծի համար։ Երաժշտական ոճը այդ իմ համար ամենակարևորն է եւ ինչից էլ կարելի ասել սկսել է մեր շփումը յուրահատկությունը, օրիգինալությունը ու հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո իր կարիերայի այդ փուլում, երբ ինքը սկսեց օգտագործել ազգային գործիքներ, դրանք համադրելով ժամանակակից մեղեդիների ու ռիթմերի հետ, ինչպես նաև օգտագործելով միջև այդ անսպասելի գործիքներ հատկապես փոփ երաժշտության մեջ։ Մենք շատ քիչ ենք ընդհանվել կամ այսպես բարդ աշխատել միասին։ Բայց ես գիտեմ, որ եղել են իր կյանքում շատ ու շատ երգիչ-երգչուհիներ, ում հետ նա աշխատել է կամ փորձել է աշխատել, բայց չի ստացվել կամ ստացվել է ոչ այդքան հեշտ, որովհետև համախոհ ասվածը շատ կարևոր մի բան է։ Երբ որ դու երաժշտության մեջ համախոհ ես, ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում։ Ինչ չափանիշներ ունի արվեստագետը ձեզ, ով կարող է արվեստագետ համարվել։ Մարդ ինչ որ նոր բան ունի ասելու, հատկապես եթե մենք այստեղ չենք լսել այդ նոր բաները, թեկուզ երգի բարերի մեջ, թեկուզ բանի ժամանակ, հարցազրույցների ժամանակ, երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենք են նաև հեղինակ, իրենք իրենց երգերն են գրում, այդ ինձ համար շատ կարևոր է, հաճախ լինում է, որ իրենք չեն մասնակցում այդ ընթացքում ստուդիայի, իրենք ուղղակի երգում են, դուրս են գալիս ու վերջ ինձ համար անհետաքրքիր է։ Երբ դուք որևէ արտիստի հետ սկսում եք աշխատել, ունեք աշխատանքային հարաբերություններում սկզբունքներ, որոնք դուք պարտադիր պահպանում եք։ Ինձ
ինչքան էլ սիրում եմ ես անգախ լինել ու ես իմ ուզած անել, ինձ իրոք հետաքրքիր է իրենք ինչ են ուզում նաև, չէ, ինձ համար լուրջ կարևոր է, որ իրենք էլ մասնակցեն այդ ընթացքում, բայց նաև ինչ որ չափով էլ ինձ վստահ են, որովհետև երբ որ զգում են, որ արդեն վստահությունը պակասում է, ես գիտեմ, որ կարող է երգը լրիվ արդեն փչանա ու դառնա ուրիշ մի բան են չունենանք այդ ինչ որ ես արդեն սկզբից պատկերացնում էի։ Այդ ինձ համար շատ կարևոր է, այդ վստահությունը շատ կարևոր է։ Պես։ Դուք գործունեություն ծավալում եք ոչ միայն Հայաստանում։ Ուզում եմ խոսենք նաև Միացյալ Նահանգներում ծավալած ձեր գործունեության մասին։ Դե ճիշտ ասած իմ արտասահմանյան աշխատանքները ավելի շատ եղել են ոնց որ իմ անցյալում, չնայած հաճախ լինում է որ առաջարկներ լինում են, բայց ավելի շատ ես ոնց որ կենտրոնացնում եմ հայերի ու Հայաստանի վրա։ Ես իմ առաջին պայմանագիրը ստորագրել եմ 16-17 տարեկանում ալբոմների թողարկման ընկերության հետ ու այդտեղից արդեն շատ շուտ հասա ինչ-որ մեծ հաջողությունների, ես ունեի իմ խումբ ունեի, մենք հաճախ թուր ենք անում համերգներով Ամերիկա, Եվրոպա, Կանադա, հետո աշխատել զանազան երգիչների հետ, դες տարիներ շարունակ այդ եմ արել միջև իմ Հայաստան գալը, Հայաստան գալուց հետո էլի մի քանի տարի շարունակեցի այդ համագործակցությունները, հետո էլ արդեն սկսեցի ավելի շատ կենտրոնալ Հայաստանի ու Հայաստանի երգիչների հետ աշխատել։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում բավական ակտիվ էին երգիչ-երգչուհիները եւ դա վերաբերում էր տեսահոլովակներ նկարահանելուն, համերգային ծրագրերին։ Դուք նկատում եք արդյոք այն пассивությունը, որը ես եւ կարծում եմ լսարանը նույնպես նկատում են եւ եթե նկատում եք ինչով եք դա պայմանավորում։ Հետաքրքիր որ դուք նկատում եք հետի, որովհետեւ ինձ միշտ թվացել որ մենք մի քանի հոգով մենք այդ ենք նկատել ու հաճախ խոսում ենք դրա մասին։ Անգամ ասած ես չգիտեմ ինչ է փոխվել, բայց իրոք այդ ոնց որ աուրան լրիվ փոխվել է, ասպարեզը շատ է փոխվել։ Ես բան չունեմ ասելու, որ մարդիկ երգիչները պիտի եկամուտ ունենան ու պիտի անեն այն ինչ որ կվաճառվի, այսպես ասած, ու իրենց կկանչեն համերգների եւ այլն, բայց միաժամանակ ես ափսոսում եմ, որ մարդիկ մի քիչ արվեստին տեղ չեն տալիս ու փորձեն ոնց որ երկուսը իրար հետ փորձեն աշխատացնել։ Ես հաճախ եղել է անցյալում, որ ես փորձել եմ նենց բան անել, որ մտածել որ օքեյ, էսի կաշխատի, այս երգիչը գումար կվաստակի, բայց նաև մենք նոր բան ենք ասում, նորություն է լինելու մեր ասպարեզում ու ինքը չի լինելու, այսպես ասած, ռապից ինչ որ մագարտակի, ինչ որ աշխատանք։ Ես անգամ չգիտեմ ինչա եղել, բայց ես ինձ թվում է կփոխվի, էլի շուտով կփոխվի, որովհետև նոր սերունդը լրիվ արդեն ուրիշ մտածելակերպով է, ուրիշ պահանջներ ունեն, կտեսնենք ինչ կստացվի, ես էլ պատրաստ եմ միշտ օգնելու, հատկապես երիտասարդների հետ սիրում եմ աշխատել, տեսնենք։ Ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր նոր ցանկանում են երկարվեստ մուտք գործել։ Ինչ խորհուրդ կտաք նրանց կամ գուցե խորհուրդներ։ Մի քիչ ազատ մտածեն, չփորձեն միշտ կոպի անել ուրիշներին, իրենք իրենցը գտնեն, չամաչեն, հանկիստ արտահայտվեն, մի քիչ ինքնավստահ լինեն, այդ էլ չափ ու սահման ունի իհարկե, որովհետև շատերը այնքան ինքնավստահ են, որ հետո վերջում մի բան չի ստացվում, արդեն լրիվ մանթոն լինում։ Տենց մի քիչ պիտի իրենք ինքնավստահ լինեն, իրենց մտքերը արտահայտեն ու ավելի շատ հայրենով լինին։ Ես մի քիչ դեմ եմ, որ մեր հայրը Հայաստանում ուրիշ լեզուներով են երգում, մի քիչ այդ ինձ համար անհասկանալի է։ Եթե ինչ-որ ծրագիր ունեն, որ դրսում իրենք պիտի աշխատեն մեծ ընկերությունների հետ ու պիտի տարածվի իրենց աշխատանքը, դա ուրիշ հարց է, բայց եթե ուղղակի երգում են, որ ցույց տան, որ իրենք կարող են անգլերենով երգել եւ այլն, դա ինձ համար անհասկանալի մի հատ երևույթ է։ Եթե մի քանի տարի առաջ աշխատանքը հանրայնացնելու լավագույն տարբերակը հեռուստատեսությունն էր, ինչու՞ չէ նաև ռադիոն, ապա մեր օրերում, մեր ժամանակներում կարծես թե հանրայնացնելու ձևերն ու կերպերը փոխվել են։ Դուք ձեր աշխատանքը ինչպես եք հանրայնացնում։ Ինձ համար է շատ խորթ է երևույթը, դրա համար ես միշտ իմ շրջապատում միշտ ունեցեմ երիտասարդներ, ովքեր կարող իրենց կարծիքները տան, խորհուրդները տան, ասեն որ էս է աշխատում, հիմա էսի չի աշխատում, չգիտեմ, այդ շատ կարևոր է, որ մենք լսենք իրենք ինչ են ասում, ինչն է աշխատում, որովհետև ոչ թե միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում փոխվել է, որ ասենք թե YouTube-ի միջոցով ով ուզում է ինչ ուզում է կարող երգի, մի օրվա մեջ դառնա աստղ, մի քիչ անհասկանալի բան է, այսինքն իրավիճակը, որ չգիտենք ուր է գնալու էսի ապակայում, բայց
կտեսնենք երևի, չգիտեմ։ Ես չեմ կարող ասել, որ դեռ Հովան հեշտ մարդ է եւ իր հետ թե աշխատանքում, թե կյանքում հեշտ է, բայց կարծում եմ ընդհանրապես խորը մարդկանց հետ հեշտ չի լինում եւ ես կարծում եմ, որ կայացած մարդկանց հետ հեշտ չի լինում։ Դեռ Հովան ունի շատ բարի սիրտ եւ հոգի, ես իրեն բավականաչափ տարիներ ճանաչում եմ եւ կարող եմ ինձ իրավունք վերապահել ասելու այդ մասին, բարձրաձայնելու այդ մասին, որովհետեւ շատ տարբեր իրավիճակներում ենք միասին եղել, անցել, ստեղծագործել, աշխատել, ընկերություն ենք անում առ այսօր եւ ես վստահ եմ, որ մենք կշարունակենք թե ընկերությունը, թե համագործակցությունը։ Միշտ ասել եմ, որ իր վոկալը շատ յուրահատուկ է ու վաղուց ինքը ձայնագրում է որոշ բեք վոկալներ իր գործերի մեջ, միշտ նկատել եմ ու լսել եմ իր ձայնը, այսինքն միշտ նույնիսկ առաջարկել եմ, որ սոլո գործեր անի ու ինքն էլ գիտեմ, որ շատ ուզել է, վերջապես կա այդ գործը արդեն հասանելի է եւ շատ հավանել եմ անկեղծ, իհարկե համագործակցություններ միջև է տեղել է այլ երգիչների հետ, բայց սոլո գործին ես անձամբ շատ էի սպասում, շատ սիրում եմ իր վոկալը։ Հանրության կարծիքը հաշվի առնում եք։ Ես առնում եմ, որովհետև ես համարյա միշտ փորձել եմ ավելի մասսայական երաժշտություն ստեղծել, չնայած որ ես տենց երաժշտություն չեմ լսում, ասենք թե փոփ բան շատ չեմ լսում, բայց միշտ փորձել եմ ավելի էստրադային փոփ ստեղծել ու նենց անել, որ ժողովրդին դուր գա, ժողովուրդը գուցե լավ զգա դրանից, չեմ սիրում շատ ծանր դխուր երաժշտություն ստեղծագործել, դա դուրս չի գալիս,
եթե ծանր է, ինքը ինչ որ բան ունի ասելու, ինքը ուրիշ ձևով ունի ասելու, ավելի ուրախացնող երաժշտությունն է վերջին տարիներին մի քիչ ավելի հայրենասիրական, ավելի ժողովրդականի մեջ էլ մի քիչ խորացա, այդ հարմով էլ ինչ որ թեկուզ մի քիչ հայրենասիրություն։ Ինքը սիրում է իր առանձին տարածքը, իր անձնական տարածքը շատ բարձր է գնահատում եւ շատ սիրում է։ Եվ երբ որ նոր էինք սկսել համագործակցել եւ ես նոր սկսել էի աշխատել դեռ Հովայի հետ, մի տեսակ ինձ համար նույնիսկ կային պահեր, որ վիրավորական էին մարդկային տեսանկյունից, որ ինքը կարող էր ասել օրինակի համար, հիմա հումորով եմ ասում, գնում ես իր տուն, դե ստուդիան իր տան մեջ էր, միշտ էլ այդպես է եղել, իմ խոհանոց չմտնես, ասենք դու նստի, ես կգնամ ջուր ես ուզում, ես կգնամ կբերեմ սուրճ, ինքը իր ձեռքով խոհանոցը մի այլ տարածք է իր համար, որտեղ նույնիսկ կարող է հարազատ քույրը չմտնի, այս կարգի բաներ ունի դեռ Հովան, ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, խորթ էր այդ ամենը, բայց իրեն ճանաչելով ավելի խորը ես հասկացա, որ նույնիսկ այդ ամենի մեջ ինչ որ ճշտապահության տարեր կան եւ այդ անձնական տարածքը իսկապես կարելի է այդտեն սիրել ու հարգել, որ ոչ ոքի նույնիսկ մտերիմին ինչ որ չափ կա, դրանից ավել թույլ չտալ, որ ներս մտնի, ներխուժի այդ տարածք։ Շատ են խոսում անորակ երաժշտության մասին։ Դուք պայքարում եք այդ անորակ երաժշտության դեմ եւ ինչպես։ Դե չգիտեմ, ես ոնց կարող եմ պայքարել։ Ես մենք կարող եմ պայքարել նոր գործեր թողարկելով, հուսով որ դրանք մի բան կփոխեն, բայց ես մենակով բնականաբար այդ չեմ կարող անել, եթե ինչ որ ասենք, թե ինչ որ շարժումը սկսեր դրա դեմ, շատ լավ կլիներ ինձ թվում է։ Իսկ դուք ինչ տարբերակում ունեք որակյալ եւ անորակ երաժշտության միջեւ։ Ինչպես եք գնահատում երաժշտությունը անորակ է թե որակյալ։ Մուղամ չեմ սիրում։ Զզում եմ, ահա որ զզում եմ, դուրս չի գալիս։ Այդ մելիզմները, որ ավելորդ են, չգիտեմ, իմաստը չեմ հասկանում։ Ինչ որ գրեհիկ կլիպեր, տհաճ ինչ որ երևույթներ, կերպարներ, չգիտեմ, շատ տհաճ բաներ շատ եմ տեսնում։ Ով է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը։ Հայրս կարող եմ ասել, որովհետև ինքը ինձ համար, դե բոլորն կարող ասեն իրենց հայրը, բայց չգիտեմ, իմ հայրը ուրիշ էր, էլի, իմ հայրը տենց շատ աշխատասեր են, որ Սիրիայից գնաց Կանադա, ոչ մի բան չուներ, աշխատեց, ինքնուրույն մարդ էր, ոչ մեկին չէր խանգարում, հասավ ինչ որ մեծ հաջողությունների հասավ, հատկապես ասենք թե անձնականում իր երեխեքին ապահովելով հանգիստ կյանք, իր կնոջը ինձ համար ինք ուրիշ է, հավատացյալ մարդ, բարի, անկեղծ, մեկ։ Երկրորդն երևի իմ հայկական դպրոցի տնօրենուհին Արփի Մերասը, ով մեր դպրոցը շատ տարօրինակ էր, որովհետև ավելի շատ ոնց որ կենտրոնացված էր հայկական մշակույթի վրա, բարը, երաժշտությունը, թատրոնը, ու ինձ թվում է այդտեղ է, որ ինձ ինչ որ բան արթնացրել փոքր ժամանակ ու ճիշտ ասած դպրոցի միջոցով էր, որ ես Հայաստան եմ եկել առաջին անգամ, այն էլ սովետ ժամանակ 83 թվականին, որը խենթություն էր, ով էր նման բան անում, ասենք ինչ որ դրսից դպրոցի ինչ որ խումբ բերեր Հայաստան։ Այդտեղից ինչ որ երևի ինչ որ կապ ստեղծեցի ես Հայաստանի հետ, չնայած որ շատ փոքր էին ժամանակ, շատ կարևոր մարդ էր իմ կյանքում։ Ինչպիսի փոփոխություններ կանեիք ձեր կյանքում, եթե ձեզ տրվեր այդպիսի հնարավորություն։ Չէի անի, այսինքն չէի անի։ Ես գոհ եմ կյանքից, միշտ էլ կարող է ինչ որ բան տարբեր լիներ, ինչ որ ուրիշ, չգիտեմ, ուղղությունով ուրիշ տեղ հասնեի, բայց ես գոհ եմ ինչ որ ունեմ, ու հիմա մնաց ցկտեմ ինչ որ ուրիշ բաների, որ ավելի ուրախանամ, ավելի գոհ լինեմ, թեկուզ։ Ինչ է ձեզ պակասում ավելի գոհանալու համար։ Շրջապատը երևի մի քիչ կարող փոխվի։ Դժվար է լավ ընկերներ գտնելը։ Այդ երևի իմ ամենամեծ դժվարություններից մեկն էր, որ ես Հայաստան եկա, որովհետև Կանադայում իմ ընկերների մեծ մասը, հատկապես հայերի, եղել են մանկապարտեզից իմ ընկերները 2 տարեկանից 3 տարեկանից ու մինչև հիմա մենք շատ մտերիմ ենք, շատ մոտ ենք։ Տենց լավ շրջապատ ունենալ շատ կարևոր է, որ դու շրջապատված լինես լավ մարդկանցով, դրական մարդկանցով, մարդիկով շատ չեն բողոքում, որը շատ քիչ ենք տեսնում հայերի մեջ,
մարդիկ ովքեր գոհ են իրենց կյանքից, գոհ են, որ այստեղ են Հայաստանում են, գնահատում են ինչ որ ունեն ու ձգտում են լավ բաների։ Ես այդ կուզենայի, որովհետեւ տարիների ընթացքում ընկերներ եմ գործել, մարդիկ ովքեր տեղափոխվել են արտասահման, հետո կապերը գիտեք ոնց է արդեն չի լինում։ Մտերիմ ընկեր գործնել հիվանդացա, մահացավ, ինձ համար շատ դժվար էր։ Ընկերներ ովքեր ամուսնանում են, ուրիշ կյանքեր են արդեն ստեղծում, չգիտեմ, արդեն շատ բան է փոխվել, կուզենայի մի հատ նոր շրջապատ։ Կա ճակատագիր, թե մարդ ինքն է կառուցում իր կյանքը։ Ինձ մարդ ինքն է կառուցում, չգիտեմ, շատ տենց։ Արդեն այդ որ տենց մտածեմ ճակատագիր բան, մի քիչ ուրիշ տեղականում ինձ համար, մի քիչ շատ ռոմանտիկ, չգիտեմ, մոլորվես ինչ որ, չգիտեմ, չեմ մտածում տենց։ Ինձ թվում է մարդ ինքը պիտի որոշի ինքը ինչ անի ու ձգտի դրան հասնել։ Հիմա ինչպիսի ձգտումներ ունեք կյանքի այս շրջանում։ Չգիտեմ։ Շատ չեմ մտածել, բայց լավ գներ, որ մտածեի։ Իմ կյանքում ոնց որ տարբեր փուլեր են եղել, այդ մանկությունս ուրիշ աշխարհեր, հետո Կանադայում այս կարիերաս ստեղծել Կանադայում, այդ ոնց որ ուրիշ փուլեր, հետո Հայաստանի փուլը։ Հիմա տեսեմ ինչ կլինի, ես չգիտեմ, եթե Հայաստանում է լինելու, ես ինձ չի որ երբեք մտածել արտասահման տեղափոխվելու մասին, արդեն 23 տարի այստեղ եմ ու չգիտեմ, տեսնենք ինչ կլինի, ես չգիտեմ, մի քիչ ես ոնց որ չգիտեմ, պետք է մտածեմ այդ առումով։ Շատ ջերմությամբ խոսեցիք մանկության մասին, որն է ձեր լավագույն հուշը։ Այնքան շատ եմ, ու այնքան կապված եմ էլի այդ դպրոցի հետ ու մանկության ընկերներիս հետ ու արվեստի հետ ու թատերական պիեսներ խաղալ, դա բոլորին թվում էր, որ ես պիտի մտնեի թատրոնի մեջ, պիտի թեկուզ լինեի բեմադրիչ լինեի կամ ռեժիսոր կամ չգիտեմ ինչ։ Այդտեղ այնքան հիշողություններ ունեմ, չգիտեմ, ինչ որ կոնկրետ մի բան չկա, բայց շատ լավ հիշողություններ ունեմ մանկության։ Լինելով զբաղված անձնավորություն, դուք ժամանակ հասցրել եք տրամադրել անձնական կյանքը կառուցելու համար։ Երբեք տենց ցկտում չի եղել իմ մոտ։ Մի քիչ ներևի տարօրինակ երևույթ է, բայց երբեք ես չգիտեմ, անկախությունը միշտ սիրել եմ, ինքնուրույն լինելը, չեմ ասում ամբողջ կյանքս մենակ լինել, մարդ պետք է միշտ իր կողքը մարդ ունենա, ինձ թվում է, ով կհոգա, ով կմտածի, ում հետ կարող ես կիսվել եւ այլն, լավ ընկեր լինի քո կողքը, բայց տենց ընտանիք ստեղծելու երբեք այդ ցկտումը չի եղել իմ մոտ։ Գիտեմ, հասկանում որ դա շատ տարօրինակ երևույթ է հայերիս համար, բայց տենց է ստացվել իմ մոտ։ Ո՞վ է ձեր ամենաամուր հենարանը կյանքում։ Կարող է մամաս լինի, հիմա որ պապաս չկա։ Մամաս նաև էստեղ է, արդեն 10 տարի առաջ տեղափոխվեց Հայաստան։ Շատ ուրախ եմ, որ ինքը իմ կողքին է հիմա։ Մենք շատ մոտիկ ենք։ Չնայած միշտ կռվում ենք։ Լարված վիճակներ շատ է լինում, որտեղ շատ տարբեր ենք բնավորությունով, ես ավելի շատ պապային նման եմ, բայց ինքն է երևի։ Ինքն է, քույրս է ու իր երեխեքը, ովքեր ապրում են արտասահմանում, ես ընտանիք չունեմ, երեխաներ չունեմ, բայց ոնց որ իրենք են իմ ամենամեծ, ոնց ասեմ, կարևոր մարդիկ իմ կյանքում։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը, ինչ չափանիշներ ունեցող մարդը։ Անգերս լինել, ձևական բաներ չեմ սիրում ընդհանրապես, այս ասպարեզում էլ շատ քիչ ընկերներ ունեմ, մի քանի ընկերներ ունեմ, ովքեր շատ մոտիկ եմ ընդունել, որովհետև ես իրոք բավականին փակ մարդ եմ, բայց երբ որ բացվում եմ։ Շատերը համար շատ բարդ մարդ եմ, բայց մարդիկ էլ կան, որ ասում զարմանում են, որ մարդիկ այդ կարծիքի են։ Բայց կարևոր է, որ իրենք անկեղծ լինեն, ձևական չլինեն, իրենք հատկապես եթե լինեն այս ասպարեզից, ոնց իրենք կան հերոստացություն, նույն ձև լինեն իրենք իրական կյանքում։ Դրանք է կարևոր ու շնորհակալ լինել շատ կարևոր է, որը շատ քիչ ենք տեսնում։ Շատ լավ ընկեր, առաջին հերթին, շատ բարի անձնավորություն, շատ արդար ազնիվ մարդ, ով շատ սիրում է իր ընտանիքը, իր երկիրը, իր ընկերներին ու նաև շատ հասնող է այդ ուրիշ ավելի լավ բառ չգտա ասելու համար ցանկացած հարցում իր ընկերներին եւ գործընկերներին նաև գիտեմ ինչքան է
բոլորին օգնում իրանց աշխատանքում, նաև ստեղծագործելիս։ Մեկ-մեկ նաև այնց բաներ անում, որ կարծես թե իր գործի հետ կապ չունի, որովհետև ինքը առաջին հերթին երաժիշտ է, բայց արի ու տես կարող է նաև ալբոմի շապիկի դիզայն անի։ Ես սրտանց իրեն մաղթում եմ, որ միշտ առողջ լինի, շատ առողջ լինի, ես իրեն մաղթում եմ հոգու հանգստություն, ներքին բալանս, որովհետև դեռ Հովան շատ փխրուն սիրտ ունի։ Այս մասին վստահ եմ, որ շատ քչերը գիտեն, որտեվ իրեն հիմնականում ընկալում են իր բնավորության եւ տեսակի իմաստով փշոտ անձնավորություն, դա փշոտություն չի, պարզապես ինքը ասում է այն, ինչ մտածում է։ Դեռ Հովան ճիշտ է խոսում, դեռ Հովան անկեղծ է, դեռ Հովան չի սիրում քցնել եւ ասել այդ տվյալ մարդուն ասել այն կարծիքը, որ այդ մարդը ուզում է այդ պահին լսել։ Ոչ, եթե դուր չի գալիս, վերջ։ Սկզբում ես էլ էի վատ զգում, ինչ իմաստներով, բայց հետո ես հասկացա, որ ինքը այնքան փխրուն սիրտ ունի, դա նույնիսկ պաշտպանողական ինչ որ մի բան է, արձագանք է, հա, այդ արտաքին աշխարհին, մարդկանց վիրավորանքներին, միգուցե դեռ Հովան այնքան ինքնատիպ է, որ ինքը միշտ վախենում է չհասկացված լինելուց։ Հետո ես իրեն մի օր, որ հետո խոսեցի, ասացի ընդհանրապես մի արա այդ բանը։ Դու հետաքրքիր ես հենց դրանով, որ դու հասկացված չես բոլորի կողմից, հետաքրքրությունը դեպի քեզ ավելի կլինի միշտ։ Ինքը կարդացվող գիրք չի։ Շատ քչերն են իր գրքի էջերը կարդացել եւ ես կարող եմ այսօր ասել, որ ես իրեն շատ սիրում եմ, անկեղծ սիրում եմ եւ շատ անկեղծ ընկեր եմ իր համար ու ես իրեն մաղթում եմ ամենալավը ստեղծագործական մեծ վերելքներ եւ արդեն անձնական կարիերա։ Ես ուզում եմ, որ ինքը արդեն հանդես գա ոչ միայն որպես գործիքավորող եւ երաժշտական պրոդյուսեր, այլ կատարվի իր շատ տարիների երազանքը, վաղեմի երազանքը լինել նաեւ երգիչ։ Ես շատ սիրում եմ դեռ Հովա քեզ։ Մաղթում եմ անսպար ստեղծագործականություն, մեկ-մեկ ինքը գիտեմ այդ տրամադրության անկում որ լինում է դժգոհում է որ ստեղծագործականությունը այդքան լավ չի մեկ-մեկ ասում է առաջ շատ լավ գործեր էի ստեղծում հիմա ոնց որ թամբալություն եմ անում միշտ ասում եմ որ այդպես չի ուզում եմ որ ինքն էլ զգա ինչքան ինքը տաղանդավոր է եւ նորանոր մեծ ձեռքբերումներ նորանոր համագործակցություններ եմ մաղթում իրեն իր կողմից պահանջված, այսինքն ում հետ որ ինքը կուզի աշխատել, համագործակցել, կուզեմ որ այդ ամեն ինչը իրականություն դառնա։ Անձնական կյանքում էլ իհարկե հաջողություններ եմ ցանկանում բոլոր առումներով։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Վայ, ներելու մեջ այնքան վատն է միած ինձ թվում է։ Ոչ թե չեմ ներում, բայց լինում է որ ինչ որ մեկից հիաստապել բառն էլ շատ չեմ սիրում, բայց աչքիցս ընկնեն ու դրանից հետո ես չուզենամ էլի իրենց հետ շփվել, գործանել։ Կարող են ինչ-որ չափով ներեմ, բայց մտածեմ, որ ես այդքան էներգիա չունեմ, այդքան ուժ չունեմ, որ ես էլի ինչ-որ խնդրի առաջ լինեմ իրենց հետ։ Ավելի լավ է ուղղակի անցնել առաջ։ Բնականաբար եթե շատ մոդիկ մարդ լինի, ուրիշ է, բայց տենց չեմ հիշում, տենց նման ինչ-որ դեպքեր, որ մոդիկ մարդ ինձ հիաստապացնի ինչ-որ բանով, ինչ-որ, չգիտեմ։ Այդ ձեր կարիերայի ընթացքում ունեք փշոտ հիշողություններ, որոնք երբ հիշում եք ցավոտ զգացողություններ եք ունենում։ Ավելի հաճախ հանդիպել եք մարդկային խոչընդոտների թե տեխնիկական։ Մարդկային։ Եղել են ինչ-որ բաներ, որ դե մի բան կնշեմ։ Հələ Եվրադեսնի համար երգ էի արել, քելե երկոչում, սիրուշներ կատարել, այդտեղ լիքը խնդիրներ եղավ ու դա իրոք ինձ բավականին կոտրեց։ Հիմա չեմ հիշում, որտեղ շատ երկար տարիներ անցել են, բայց ինձ էի հիաստապվել ու մտածում էի, այս ինչ դժվար է հայր հետ աշխատելը, ահա որ անշնորհակալ են, անսիրտ են, անհոգ են, իրոք շատ է հիաստապվել
կոտրվել ու միջև հիմա ես չեմ սիրում շատ խոսել դրա մասին ու ցավում եմ, որովհետև այդ գործը այդքան հաջողություն ստացավ ու բայց վերջում ինձ տենց կոտրեց։ Ում գնահատականն է ձեզ համար կարևոր։ Իմ ընկերների, մոտիկ ընկերների, միշտ երբ որ ինչ-որ նոր գործ եմ անում, իրենց եմ ցույց տալիս, իրենք են լսում, կլիպը տեսնում ու իրենց կարծիքն են տալիս, իրենք են երևի ամենակարևորը։ Ինչ կասեք կոչումների մասին, կարևոր են դրանք ձեզ համար։ Չէի ասի, եղել են անցյալում ինչ-որ կոչումներ, որ բնականաբար ես շատ եմ ուրախացել, որ գնահատել են, բայց չէ, ինձ թվում է շատ բան չի փոխի, որովհետև դե շատ են այդ կոռուպցիան բանը այնքան շատ է դրա մեջ, որ ինձ ոչ մի բան, չգիտեմ, նույնիսկ կգասկածեի, որ մեկ ասեր, ես մի sense կոչում սրա համար, ես կասկածեմ, կասեմ, մի բան կարող է չլինի։ Չգիտեմ, ինձ համար կարևոր չեն կոչումները։ Ինչպիսի նպատակներ ունեք կյանքի այս շրջանում։ Դե միշտ ինչ որ ասենք թե գործնական մտքեր, պրոյեկտներ լինում են, կուզենայի կատարել, կտեսնենք ժամանակի ընթացքում կերևա, չեմ կարող ասել, տենց ինչ-որ կոնկրետ նպատակներ չունեմ։ Մի քիչ անհետաքրքիր հնչում, բայց չգիտեմ, միշտ պատրաստ եմ ինչ-որ մարդահրավերների, ես շատ եմ սիրում նորություն, միշտ ինչ-որ նորություն եմ սիրում, թեկուզ նենց ոչ երաժշտական, ոչ որ չեմ փորձել, դա հետաքրքիր է, լինում են մեկ-մեկ։ Անցած տարի մի հատ հետաքրքիր պրոյեկտ արեցի ֆիլհարմոնիայի հետ, էլեկտրոնային երաժշտություն եւ սիմֆոնիան, դա ինձ համար շատ հետաքրքիր էր։ Տեսնենք, ասված դա այնտենց նոր ինչ-որ հետաքրքիր մտքեր լինեն, ես պատրաստ եմ։ Որն է ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Հայաստան գալը։ Ոնց որ ասես, ես դա այնքան զարգանալ որպես մարդ, ուրիշ, չգիտեմ, հասունանալ, ավելի ճիշտ է, այսինքն դա երևի։ Ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը։ Ինչ է ձեզ համար երջանկությունը։ Կամ որ զգացողություններն են, որոնք դուք համարում եք երջանկություն։ Չգիտեմ։ Կուզեմ հիմա հիշել երջանիկ մոմենտներում ես ինչ էի զգում։ Չգիտեմ, ինչ բարդ է։ Որ զգացողությունն է պակասում, որ դուք ձեզ ել ավելի երջանիկ զգաք։ Որ շրջապատումս բոլորը լավ լինեին, ուրախ լինեին, գոհ լինեին։ Սենց մի քիչ սենց վիճակներ ալ լինում հաճախ Հայաստանում, դե քաղաքական առումով մարդիկ պահերա լինում, որ մարդիկ այնքան ավելի գոհ են, ուրախ են, հույս ունեն։ Այդտենց պահեր լինում են, որ ես ինձ եմ ուրախանում, ասում վերջապես իմ ընկերները երբ չեն խոսում էլ արտասահման գնալու մասին։ Բայց հետո լրիվ հակառակն է լինում, ասում էլի հասանք, էլի եկանք այս բանին։ Չգիտեմ, այդ կուզենայի իմ շրջապատում բոլորը գոհ լինեին, ուրախ լինեին, առողջ լինեին։ Մի քիչ ավելի դրական տրամադրվեին, որտեվ իրոք դա շատ կարևոր է։ Ինչքան էլ ծանր լինի ամեն ինչ քո շուրջը, դու կարող ես բայց դա մի քիչ ուրիշ ձև նայել։ Ու մեր հայերը մի քիչ այդ առումով չի ստացվում մեզ մոտ պետք է դա փոխվի ինչ-որ ձևով։ Ինչպիսի պարգև կցանկանայիք, որ կյանքը ձեզ նվիրեր, որը դուք չեք ունեցել։ Միայն առողջ լինեմ, իմ շրջապատում էլ բոլորը առողջ լինեն, մամաս առողջ լինի, քույրս, իմ հարազատները, ինձ միայն դա պետք ուրիշ բան պետք չի։ Հարություն, շնորհակալ եմ այսքան գեղեցիկ եւ տարբերվող զրույցի համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։